Ուղիղ 3 տարուց 120 հեկտար այս մակերեսը կլցվի Վեդի և Խոսրով գետերի ջրերով, կլցվի ավելի շատ, քան մտածում էին Վեդիի ջրամբարը նախագծելիս, 29.5 միլիոն խորանարդ մետրի փոխարեն 2.5 միլիոնով ավելի։ Շինհրապարակ այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցել են, եկող տասնամյակներում մոտ 32 միլիարդ խորանարդ մետր ջուր կապահովի Արարատի մարզի շուրջ 7500 հեկտար հողատարածքների հուսալի ոռոգումը։ Գյուղատնտեսության զարգացմանը նպաստելուց բացի ահռելի ջրամբարը կաջակցի Սևանա լճի էկոհավասարակշռության վերականգնմանը։ Սևանից տարեկան տնտեսվող 18 միլիոն խորանարդ մետր լճի ջուրը կուղղվի դեպի նոր 2800 հեկտար հողատարածքներ ու այգիներ։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ջրամբարի ու ոռոգման համակարգի կառուցման 90 միլիոն եվրո վարկը հատկացրել է Ֆրանսիայի զարգացման գործակալությունը, համաֆինանսավորում է Հայաստանի կառավարությունը, 150 աշխատող ձգտում է մասշտաբային այս նախագծի շինաշխատանքներն ավարտել 2020-ի կեսերին։ Վարչապետը հետաքրքրվել է նաև ներդրումային ծրագրերի ընթացքով։ Արարատի մարզից կառավարությունը ներկայացվել շուրջ 2 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր։ Մասնագետներն ի դեպ վերլուծությունները պետք է անեն տեղում, ոչ թե միայն երևանյան առանձնասենյակներում նստած։ Պետք է մարզերով իրանք անցնեն, այն վերլուծությունները, որոնք իրանք անում են, մի անգամ մարզում անեն, մի անգամ ցույց տան։ Հաջորդ անգամ այս վերլուծությունը, որ մենք ունենք, հիմա յուրաքանչյուր թվերի հետ կապված, մենք Երևանում նստած բավականին լուրջ վերլուծություններ ենք անում։ Մարզպետի խոսքով մինչև տարեվերջ Արարատում պետություն մասնավոր գործակցությամբ ընդհանուր 72.6 միլիարդ դրամի ներդրումային ծրագրերով կհիմնվեն ջերմոցային տնտեսություններ, ինտենսիվ այգիներ, արտադրամասեր ճանապարհներ կկառուցվեն։ Առայժմ անհամադրելի է մնում ծախսերի համամասնությունը։ Մանկապարտեզը մի շնչին այսքանա ծախսում, նույն կողքի մանկապարտեզը մի երեխային սնունդ այսքանա ծախսում։ Առաջի դեսանտը ուղարկում եք ստեղ։ Եվ ֆինանսական բլոկում վարչության պետի առջև դնում ենք այն թիրախները, որին իրանք պետք է հասնեն, որպեսզի ինքը զեկուցի մարզպետին, ու մարզպետը հստակ իմանա, թե ինչ հորիզոնի առաջ են կանգնած։ Առայժմ համայնքային եկամուտները հավաքվում են 36%-ով, չնայած աճել են, բայց քիչ է, վարչապետը դեռևս դժգոհ է։ Ձեր սեփական եկամուտը 4 միլիարդ պետք է լինի 21-ի փոխարեն։ Ամենալավ, ամենաբարվոք մարզերից մեկն է։ Դա չի նշանակում, որ մենք խնդիր չունենք այստեղ։ Աշխատող ժողովուրդ է, բայց այս ֆինանսական կարգապահությունը ուղղակի չափից դուրս վատնա, չափից դուրս։ Արարատի մարզում 18507 հեկտարի վրա գյուղմթերք է ցանվել, վարելահողերի 73.5%-ը մշակվել է, մարզպետի տվյալով նոր ջրանոցներ, ջերմոցներ ու սառնարանային տնտեսություններ են ստեղծվել, ինտենսիվ այգիներ հիմնվել։ Արմինե Ուդումյան, օրակարգ։